Մենք վերադարձանք հարգելի հեռուստադիտողներ։ Խնձորն էի ուզում։ Ողջունում ենք բոլորիդ հարգելի հեռուստադիտողներ, իբր ինձ համար էր բերել եւ մեր տաղավարում արդեն մեր հարգելի սիրելի հյուրն է, ում էլ կողջունի Արտավազդը։ Միայն քեզ տամ ասես։ Այո, ես պիտի ասեմ, որ այսօր մեր հյուրն է մեր շատ սիրելի, շատ լավ, շատ դրական ու միշտ պոզիտիվ ընկերը, գործընկերը, չգիտեմ, բժիշկը, դոկտոր Աշխեն Դանիելյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ Աշխեն։ Ինչպե՞ս եք դոկտոր։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Այսօր կրկին խոսելու ենք բոլորիս առողջության մասին ու իզուր չի, որ ես վերցրեցի խնձորը, ասեմ ինչի, որովհետև գիտեմ, որ կան շատ մրգեր, որոնք ուրեմն գրգռում են, այսպես ասած, մեր մաշկը եւ տալիս են ավելի, այսպես չգիտեմ, վառվում են եւ այլն, ավելի արտահայտիչ են դարձնում։ Երևույթներն առաջին այն մաշկը, որոնք որ խնդիրներ ունեն, իհարկե մրգեր կան, որ իրենց հակացուցված են։ Ինչպես իմանալ, որ օրինակ ինչ որ մրգեր հակացուցված են հատուկ միջոցներով։ Իհարկե չէ, նախ դա շատ անձնային է, այսինքն տվյալ անձը որևէ միրգ օգտագործելուց արդեն ինքը զգում է իրեն, որ միրգն է տվյալ ռեակցիայի պատճառ դառնում, հա, մաշկի վրա։ Դե հիմնականում խորհուրդ չենք տալիս ուտել ելակ, հա, կարմիր մրգերը, հա, որը թվայնությունը մի քիչ բարձր է, կարող են ալերգիկ ռեակցիաներ առաջացնել եւ հիմնականում մեծ քանակի, սովորաբար որտեղ մարդիկ ուտում են ոչ 1-2 հատ, այլ բավականին շատ։ Իհարկե, խնձորը դա միակ անվնաս միրգն է, որ եթե անգամ խնդիրների դեպքում ինչ-որ դիետաներ է նշանակվում, այդ միրգը միշտ կա իրենց ցանկում, հա, չի հանվում երբեք։ Իդեպ հետաքրքիր է, նախ թույլ տվեք ասել Աշխեն այսօր շատ գեղեցիկ եք, շատ, այո։ Դուք եք ինչպես միշտ։ Դուք ինչպես միշտ Աշխեն ջան։ Աշխեն, արդյոք կան այնպիսի բանջարեղեններ, դե բացի վարունգից, վարունգը գիտենք, որ տան պայմաններում կանայք կարող են դիմակներ պատրաստել եւ մաշկը չգիտեմ, թարմացնել, դե բնականաբար շատ վաու էֆեկտներ չեն կարող ստանալ, բայց ամեն դեպքում թարմացնել, ինչու ոչ։ Կան, իհարկե կան նույն լոլիկով դիմակ, նույն լիմոն։ Լոլիկով դիմակ։ Չգիտեի։ Ուղղակի լոլիկը այդպես դնում են դեմքին, նույն լիմոնով դիմակները, որոնք որ ասենք կարելի մի փոքր մածունի հետ խառնել եւ բավականին գունաբացման էֆեկտ։ Իսկ ապե։ Այո, վարունգը, լոլիկը եւ պանիրն էլ դնում ես, վարունգ, պամիդոր։ Պանիր հետո վերջը մուտով ես։ Արտավազդին համ 2% ունենանք, արդեն երիկա որ չխոսենք բնական միջոցների։ Այո, Աշխեն, լավ, այսպեսի մի հարց։ Արդյոք հաճախորդները գալով դոկտոր Աշխեն Դանիելյանի մոտ միանգամից կարող են իրենք ցանկություն հայտնել ինչ է անհրաժեշտ իրենց, թե դա պիտի նախ եւ առաջ դուք տեսնեք մաշկը ինչ խնդիր ունի։ Շատ լավ հարց տվեցիք, որ մասից կուզեի խոսել։ Իհարկե պետք է մենք տեսնենք, այսինքն ես այս դեպքում, որովհետեւ շատ անգամ են գալիս, շատ մոտ 99.9%-ի դեպքում Գիտեք, մենք այս պրոցեդուրան ենք ուզում մեզ անենք, հետո դու մաշկը արդեն զննելուց հետո հասկանում ես, որ այդ պրոցեդուրան կամ իրեն հակացուցված է, կամ մենք այլ էֆեկտ կստանանք, այն էֆեկտը չենք ստանա, որ տվյալ պացիենտին պետք է, հետևաբար դու արդեն սկսում ես աշխատել, ինչ-որտեղ համոզել, բացատրել, որ չէ, գիտեք, այստեղ դուք չեք կարող որոշել, այս ավելի ճիշտ ձեր մաշկին ցուցված պրոցեդուրաներ կան, եկեք սկսենք այդ պրոցեդուրան։ Հա, իհարկե, ինչ այդ առումով շատ գոհ եմ իմ հաճախորդների ցանկից, որտեղ բոլորը հետո լսում են, եթե մանրամասն բացատրում ես, հասկանում են, որ չէ, հետո արդեն մեկ անգամ այցելությունից հետո արդյունքը որ տեսնում են, արդեն ասում են, հա ինչ ասենք մենք կանենք, վերջ արդեն։ Բայց մեկ անգամյա այցելությամբ հնարավոր է արդյոք վերականգնել որոշ խոչընդոտներ, խնդիրներ։ Հա, իհարկե, մեկ անգամյա այցելություն բավական մաշկը, եթե դա խոր մակրումների մասին ենք, հա, խոսում մաշկը թարմանում է, գույնը մաշկի փոխվում, եթե ինչ-որ, այո, եթե ինչ-որ ասենք դուրս տված հա էլեմենտներ կան, կոմեդոներ կան կամ սև կետիկներ, նույն ուգրիները, հա, որոնք բավականին մաքրում են եւ իհարկե մեկ այցելությամբ, եթե մաշկը այդպիսի լուրջ խնդիր չունի, մենք մեկ այցելությամբ լուծվում է, այդ խնդիրը լուծում ենք։ Ես կներես մինչ հարց տալը, ես ուզում եմ հիշեցնել եւս մեկ անգամ մեր հեռուստադիտողներին, որ նշված է բնականաբար 12307 Ventura Boulevard-ում գտնվող հասցեն, Studio City, նշված հեռախոսահամարով կարող եք զանգարել եւ իհարկե դոկտոր Աշխեն Դանիելյանի հետ կարող եք կապվել նաեւ
Facebook-յան կամ Instagram-յան իր էջը, որը այստեղ երևում է արդեն, եւ իհարկե ցանկացած հարց տալ կամ գրանցվելու համար մի խոսքով շատ անհրաժեշտ է նշված հեռախոսամարը ուղղակի հիշեցնել։ Դրա համար ես ուզում եմ հիշեցնենք, որ հրաշալի մի տեղ է, մենք արդեն այցելել ենք, տեսել են մեր հեռուստաայտողներից շատերը, բայց եթե դեռ չեք ուրեմն հնարավորություն չեք ունեցել այնտեղ ներկա գտնվելու, զանգահարեք, գրանցվեք, գնացեք անպայման հետևեք ձեր մաշկին, որովհետև մաշկը շատ անհրաժեշտ է որ լինի ճիշտ տեղին, ճիշտ կարգին, օրինակ ինչպես իմը։ Օրինակ քոնը, այո։ Այսպեսի մի հարց։ Կանայք առհասարակ, հա, առավոտյան դիմահարդարում, հա, դեմքին դնելով շատ ժամանակ շատ տարբեր շերտերի բաներ են դեմքին քսում, հետո նոր հասնում տոնին։ Արդյոք դա ինչ որ կերպ անհրաժեշտ, հիմա ես չեմ կոնկրետ խոսում, հա, ինչ քսեն, ինչ չքսեն, բայց ամեն դեպքում արդյոք դրանք պաշտպանիչ շերտ են հանդիսանում մաշկի անմիջական վնաս հասցվելուն, թե իսկապես պետք է այդքան շատ բան քսել, որպեսզի պաշտպանեն։ Ինչ որտեղ այո, իրենք թույլ չեն տալիս, որ տոնային քսուկը ավելի խորը, հա, ներթափանցի, որը այդքան էլ գիտենք օկտավետ իրենց ոչ մեկ չի ներկայացնում, բայց նաև շատ պետք է չի տարբեր շերտեր օգտագործել, ավելի խցանել մաշկի ծակոտին, դա միշտ ասում եմ, առավոտյան ես միշտ խորհուրդ եմ տալիս, եթե դեմքը լվացում եք, ձեր ասենք համապատասխան եղքով, դրանից հետո անպայման քսում եք կամ խոնավեցնող, կամ եթե տոնային քսուկ չեն օգտագործում, քսում արևապաշտպանը, որը իր մեջ ունի եւ խոնավեցումը եւ արևապաշտպան ազդեցությունը եւ վերջից պետք չի մաշկը տենց մի քանի շերտ ծանրաբեռնել, որովհետեւ դա արդյունքում բերում է ճարպագեղձերի խցանմանը եւ որի արդյունքում մաշկը սկսում է դուրս տալ։ Այ հենց այդ պատասխանն է ակնկալում, որովհետեւ շատ դեպքերում վաճառակետերը հենց դիմահարդարման այնքան բան են առաջարկում, անհրաժեշտ է քսել սա, հետո վրայից սա, հետո երրորդը, չորրորդը, հինգերորդը նոր այդ բայց բոլորս էլ գիտենք շատ մարդիկ, ովքեր որ կանեք, հա, սկսում են օգտագործել այդ բոլոր, չգիտեմ, ամբողջ ցանկը, իրենց մոտ շուտ են դուրս տալ։ Դա խոսվում է մասին, որ ճարպագեղձեր պետք չէ այդքան ծանրաբեռնել, պետք չէ այդքան խցանել, այսինքն դուք ընտրեք ձեր համար որևէ 1-2 միջոց, այդ լրիվ բավական է եւ մաշկը խոնավեցնել եւ պաշտպանել, վերջ, ավել բան մաշկին պետք չի։ Այսպեսի մի հարց։ Աշխեն, ինձ հետաքրքիր է մարդիկ շատ հաճախ, հատկապես կանայք, սկսել են կոլագեն խմել։ Այսինքն ոչ թե մաշկի համար գիտենք, թե ինչքան անհրաժեշտ է կոլագենը, եւ շատ կոլագենի դիմակներ են դնում։ Ինձ հետաքրքիր է բնական տարբերակով, երբ կոլագենի այդ շերտը, հա, մեր մաշկից գնում է, ինչքանով է դա ըմպելով վերականգնում եւ ինչքանով է ուղղակի կոլագենի դիմակները, որ դնում են, դա ներթափանցում։ Հա, շատ լավ հարց տվեցիք։ Դա կոլագենի դիմակները մենք որ դնում ենք, դա նպաստում է կոլագենի սինթեզին, հա, այսինքն մաշկը կոլագենի չէ, դա իրենց մաշկի ընդհանրապես 25 տարեկանից հետո կանանց մոտ կոլագեն ամեն տարի 0.5%-ով սկսում է քիչ արտադրվել, հա։ Մենք նա արտադրում է խոնավեցման հաշվին, այսինքն եթե մաշկի մեջ խոնավեցումը պակասում է, դա արդեն սկսում է քիչ-քիչ, այսինքն տարիք հետ մեկտեղ կոլագեն էլաստինի քանակը մեր մաշկի կողմից քչանում է։ Իհարկե դիմակները շատ ավելի օգտավետ են լինում, որովհետև դու անմիջապես ես ազդում մաշկերը, իհարկե շատ պիլինգներ կան, որոնք ավելի խորը թափանցել են նպաստում են կոլագենի սինթեզին։ Խմելու դեպքում ես ինքս էլ լսել եմ, որ շատ օգտագործում են, բայց առանց բժշկի թույլտվության բաց վաճառքում կան։ Բայց ես կարծում եմ, որպեսզի դա եթե այդպեսի մեծ օգտավետություն իրենից ներկայացներ, բոլորն էլ կվերցնեին, խմեին այդ կոլագեն, արդյունքը կտեսնեին, դա ավելի շատ որպես բիոհավելում կարելի է համարել, բայց որպես այդպեսին, որ վայ կոլագենը խմեցի եւ չգիտեմ ձեր մաշկը բավականին 70 տարեկան կունենաք, օրինակ 20 տարեկանից, ես չեմ կարծում։ Իսկ հիմա լավ, ինձ հետաքրքիր է տղամարդկանց մոտ այդ կոլագեն ասվածը կա, դա ինչ է, կապ ունի տղամարդիկ։ Իհարկե տղամարդկանց մոտ է կա, բայց տղամարդկանց մոտ ընդհանրապես կնճիր, եթե դուք նկատել եք, մաշկը ավելի ուշ է թարանում, հա, որովհետեւ սովորաբար տղամարդկանց մոտ շատ ավելի ճարպոտ է, քան կանանց մաշկը եւ այդ ճարպի հաշվին միշտ մաշկը պահվում է, հա, այդ բալանսը եւ կնճիրները ավելի ուշ տարիքում են իրենց մոտ սկսում ի հայտ գալ։ Մի հատ առավելություն ունեն։ Մի հատ առավելություն գտան։ Իսկ դեմքի մասաժները
որքանով են դրանք արդյունավետ։ Շատ մերսումներ շատ արդյունավետ են, բայց ես էլի կնշեմ նայած ինչ մաշկ, օրինակ յուղոտ մաշկին ընդհանրապես ես ինքս խորհուրդ չեմ տալիս մերսումներ կատարել, որտեղ յուղոտ, այո, ճարպոտ մաշկի դեպքում դու ավելի ակտիվացնում ես այդ ճարպագեղձերի ֆունկցիան, եւ հետո մաշկը սկսում է ավելի շատ արտադրել ու մարդը, այսպես ասած, այդ մերսումից ոչ մի արդյունք չի տեսնում։ Բայց տեսեք, դա թվում է փոքր, բայց նյուանս է կարևոր։ Հա, իհարկե։ Ու բոլոր հիմա որովհետեւ շատ, չգիտեմ, նորաձևը ինչքան է տեղին ասել, բայց շատ նորաձև է, հենց դեմքի մերսումները ձեռքով անմիջապես։ Անկամ հիմա ջանց են պրոցեդուրաներ կան, որ եթե մաշկը ճարպոտ է, դու դիմակ դնելուց հետո չես անում ուղղակի մերսում։ Դրանով ավարտում ես, որովհետև մերսում տվյալ մաշկին ոչ մի օգուտ չի տալիս, եթե մարդը եկել է, որպեսզի մաշկը մաքրենք, ճարպից ազատենք, մենք հակառակ էֆեկտն ենք այդ դեպքում ստանում։ То есть դա էլ պետք է նայել, թե որ մաշկին է ցուցված։ Իհարկե, եթե մաշկը ավելի չոր է, հակառակին պետք է մերսումներ, ավելի ակտիվացնում է ճարպագեղձերի ֆունկցիան, ավելի այնտեղ օգնում է իրեն այրաշրջանառությունը ակտիվանում, իսկ ճարպոտ մաշկի դեպքում դա ուղղակի հակացված է։ Շատ լավ, կարծես թե ամեն ինչից խոսեցինք, բայց բնականաբար սարքերը, հենց դա, այո։ Սարքերը բնականաբար օգնության գալիս են, առանց սարքերի մեր օրերում արդեն անհնար է պատկերացնել երևի թե եւ ոչ մի ոլորտ, հա, էլ չասենք դեմքի հետ, խնամքի հետ։ Ինչ սարքեր կան, ես գիտեմ, որ շատ նորարարական սարքեր ունենք։ Այո, ունենք միկրոդերմաբրեզիայի ապարատը, որը 2020 թվականի Pristine ֆիրմայի ապարատն է, դա գիտեն բոլորն էլ ինչ է ներկայացնում, microdermabrasion, որը գլխիկներ ալմազային փոշով են պատված, եւ դա շատ ակտիվ դեմքի դեպքում, եթե ունեն ծակոտիներ, պոստակնե հետքերի դեպքում բավականին օգնում, որտեղ մենք հեռացնում ենք մահացած շերտը, որի արդյունքում մաշկը լինում է ավելի հարթ, կոլագենի սինթեզին ենք նպաստում, եթե կան մանր կնճիռներ, դրանք են վերանում, այո։ Ունենք տարբեր տիպի պիլինգներ, հա, որոնք էլի նպաստում են տարբեր խնդիրների լուծումների։ Ապարատի միջոցով։ Հա, ապարատային, ունենք ուլտրաձայնային մաքրում եւ վերջին։ Ինչ անում ուլտրաձայնային մաքրումը։ Մաշկի խորը մաքրում է, այսինքն մենք ինչ արվում, գել է քսում մաշկի վրա, որից հետո մոտ մինչեւ 5 րոպե թողնում է դա։ Ծակոտիները բացում են ատրավմատիկ եւ հետո այդ ապարատով սկսում ենք մաշկի մաքրումը, որը բացի մաշկը մաքրելուց այն մերսում է, ինչպես նաեւ հակասեպտիկ ազդեցություն է թողնում եւ փակում այդ ծակոտիները։ Մաքրելուց հետո այո, մի քանի ֆունկցիա եւ դրա համար արդյունքը շատ նկատելի է լինում մեկ մաքրումից հետո։ Եվ վերջերս հագեցվել է կաբինետը նոր ապարատով ուլտրաձայնային մաքրումից բացի արդեն ունենք նաեւ կարբոնատային պիլինգ, հա, որը ինչ արվում նանոգելի միջոցով քսում է դեմքին եւ լազերի միջոցով մաքրում է այդ նանոգելը մաշկի վրայից։ Այդ տարբերակն է, որ մուգ է, հետո այո, հետո լազերով այն մաքրվում է եւ իհարկե շատ էֆեկտիվ պրոցեդուր է, որովհետեւ լազերը ներթափանցելով 2-ից 3 մմ համարժի խորությամբ նպաստում է կոլագենի սինթեզին առաջի հերթին, ծակոտկենը, եթե ունենք ծակոտկեն, սկսում է հետեւաբար կոլագեն արտադրում, արդեն ծակոտկենները նեղանում են ավելի եւ եթե ունենք պիգմենտային մաշկ, պիգմենտացիայի դեպքում է օգնում, այսինքն ինքը մի քանի խնդիր միանգամից լուծում է մեկ պրոցեդուրայի կարևոր է օրինակ հենց այս սարքի իմացության մասին, հա, որ մարդիկ տեղեկացված լինեն, որովհետեւ շատ դեպքերում նույն հենց ինչու ես հարցրեցի դա դիմահարդարումից առաջ ինչքան բան են քսում, դե լինելով հենց այս աշխատանքի մեջ տարիներ շարունակ, շատ տարբեր քսուկներ կան, ծակոտիները, չգիտեմ, նեղացնելու, փոքրացնելու, անտեսանելի դարձնելու, ինչու դիմես այդպիսի արհեստական միջոցների, եթե կա տարբերակ, որը բնական կերպով էֆեկտիվ է եւ մենք օգտագործում ենք մեր օրգանիզմի ռեսուրս, այսպես ասեմ, եթե պրոցեդուրան գրագետ է արվում, դու մաշկին օգնում ես, որ ինքը իրեն օգտագործի, ակտիվացնի իր բնական ռեսուրսը եւ բնականաբար արդյունքները ավելի արագ եւ էֆեկտիվ ակնհայտ են լինում պացիենտների կողմից։ Հրաշալի է։ Այդ դիմահարդարումից, որ խոսեցիք, չգիտեմ, եթե նկատել եք հոլիվուդյան աստղերը ինչքան վատ մաշկ ունեն եւ դա այդ բոլոր շպարների, գրիմների արդյունքում է լինում։ Լավ, այսպեսի մի հարց է ինձ հետաքրքրում, մեր հեռուստադիտողներից հիմա շատերը նստած հետևում են, ասում են, լավ, մենք այսօր օրվա մեջ որ զանգենք ու գրանցվենք, ինչ առավելություն կլինի մեզ, քանի որ մենք դիտում ենք հիմա ERTN հեռուստաընկերությամբ, այդպես թե մի հատ ժեստ անենք աշխարհում։ Հա, իհարկե, խնդրեմ, 15% զեղչ կունենան։ Վաու, բոլոր պրոցեդուրաների վրայով։ Շատ լավ, ուրեմն այսօր ով զանգ արեց, մինչև գիշեր ժամը 12-ը, չէ՞ լավ 12-ը ինչ բան եմ ասում, մինչև երեկո ով զանգ արեց։ Մինչև աշխատանքային ժամերի ավարտը։ Կստանաք 15% զեղչ, բայց պիտի անպայման նշեք, որ դիտել եք ERTN հեռուստաընկերությամբ, լսել եք այս ամենի մասին, գրանցում եք ձեզ կամ ձեր աղջկան կամ ձեր
Արտավազդ։ Կոդե արդեն։ Կոդե արդեն։ Կոդե արդեն, հա, դե ինչ Կոդե արտավազդ։ արդեն։ Արտավազդ երկար Արտավազդ ինչ կապ ունի դեմքի մաքրման հետ, կզեղչի Հա, էլի, հա։ Ճիշտ է, արդեն կնշեք եւ արդեն պարզ կդառնա դոկտոր Աշխենին, որ այսօր եք դիտել եւ այսօրվա։ Իդեպ 15%-ը բավականին զգալի զեղչ է, հատկապես հաշվի առնելով ինչքան լավ պրոցեդուրաներ են։ Վաղնել մտցնենք։ Բայց դու ինչու ես ինձ հարցում, դոկտոր Աշխենին հարց, արդյոք դա թույլ է տալիս։ Ինչու եմ ասում, որովհետեւ գիշեր ժամը 12-ին կրկնություն եք այո, ժամը 12-ին են դիտում, որ հաջորդ օրն էլ լինի, այսինքն ամսի 21-ը եւս ներառյալ, այսինքն ամսի 20-ին եւ 21-ին բոլոր մեր զանգահարողները, ովքեր արդեն կոդը կօգտագործեն, կստանան 15% զեղչ, իսկ ասեմ դες որ 15% զեղչը 4-5 հոգու դեպքում, օրինակ, եթե գրանցեք ձեր աղջիկներին, հարևանին, մյուսին, հավաքեք, 15% զեղչ վերցրեք, ինչ դժվար բան չի։ Լավ, ինձ հետաքրքիր է ամենաշատ, ուրեմն պահանջարկ ունեցող ծառայությունը որն է, որ հիմա գալիս են, ասենք, բոլորը դա են։ Մի հատ էս անենք գնենք։ Եթե խնդիր չունեն մաշկը, դա մաշկի ուլտրաձայնային մաքրումն է, որ բավականին բանջվեց, իսկ լավ մաքրվում է մաշկը այդ պրոցեդուրայից հետո այդ կոմեդոներն են, հա, հեռացվում մաշկ ունեն փալյուն, հարտեսք եւ այդ շատ պահանջված եւ ինչպես նաեւ օկտավետ պրոցեդուր է։ Այո, եթե մաշկը չունի խնդիր, այդ պրոցեդուրան ես ինքս հենց ասենք գալիս եմ ասում օրինակ ինչ խորտ կտեք, ինչ կարող են մեր մաշկին անել, զննելուց հետո մաշկը եթե տեսնես որ որևէ խնդիր չկա, ասում ձեզ այս պրոցեդուրան է պետք եւ արդյունքը իհարկե գոհ են լինում վերջում։ Հրաշալի է։ Դոկտոր Աշխեն Դանիելյանները այսօր մեր տաղավարում բարեկամներ Instagram, Facebook կարող եք հետևել, ձեր հարցերը ուղղել։ Այո, 12307 Ventura Boulevard հասցեում է գտնվում Studio City, նշված հեռախոսահամարով կարող եք զանգահարել։ Իսկ այսօր եւ վաղը 29 ամսի եւ 21-ին, այսպես կոնկրետ նշենք, հոկտեմբերի, կարող եք ստանալ 15% զեղչ մինչեւ զանգահարելով դոկտոր Աշխեն Դանիելյանին եւ ասելով ART-ին, որ դիտել եք այստեղ ART-ին կոդը օգտագործելով։ Լավ առաջարկ Աշխեն Դանիելյանի։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Հետաքրքիր զրույց արեցիք, բայց աղջիկներով շատ Շատ օգտակար ինֆորմացիա էր, ինչպես միշտ։ Այո։ Նույնիսկ շուտով կհանդիպենք, էլի հետաքրքիր նորություններով։ Այո, Ձեզ լավ օրվա ընթացք, շնորհակալություն։ Ձեզ նույնպես։ Այս պահին կարճատև գովազդային դադար, հարգելիներս, կվերադառնանք մի քանի րոպեից, մնացեք մեզ հետ։